Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 17-ի համար։ Օրը շաբաթ է և դրա համար տեսնենք այս քարտերով կնայենք և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 17-ին։ Այդ օրը կարող եք գտնվել ոչ կարևոր շրջապատում ձեզ համար, միգուցե ձեր շրջապատն է, բայց լավ մարդկանց մեջ, հա, իհարկե։ Նաև դա հասունություն է նշանակում, ոչ իրերին կարող եք նայել ավելի հասուն կերպով, ավելի իմաստուն կերպով, սա նաև նոր կյանքի իմաստ է, որտեղ ինչ-որ փոփոխություններ նաև կան ձեր կյանքում և դա է այդ դա այստեղ չենք նայում սա, միգուցե խոչընդոտներն են ձեզ մոտ փոխվում և նոր կյանքի իմաստ է ստանում, հա, ձեր կյանքը նոր իմաստավորվում է և ուրիշ կերպ եք նայում ինչ-որ հարցերին։ Նաև ոմանց մոտ հղիություն դա կարող է լինել, ծննդաբերություն դա կարող է լինել, տեղափոխություն, մեկ այլ երկիր, մեկ այլ վայր, մեկ այլ տարածք, բայց մի փոքր հա կարող է դժվարություններ է ստեղծում այդ տեղափոխությունը ձեզ համար։ Եվ այդ օրը շատ կշփվեք, գուցե տարբեր մարդկանց հետ, այստեղ ձեր շրջապատի մարդիկ են, գուցե իրենց հետ եք շփվում, նաև դա լեզվակռիվ է, ուշադիր եղեք, որտեղ խոչընդոտ ընկավ, ամենայն դեպս պետք չի անտեսել, կարող է լեզվակռիվ լինել, սա նաև բամբասանք է, ձեր պաշտոնի համար է բամբասանք, գուցե այստեղ նոր հնարավորություն է, նոր առաջընթաց է, այստեղ փոփոխվում է ձեր կյանքը և սկսում են բամբասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 17-ին։ Ինչ-որ ուղղություն եք ընտրել այդ օրը, ճիշտ ուղղություն է ձեզ համար։ Գնացեք այդ ուղղությամբ, որ ընտրել եք։ Կարևոր է դա և տեսնենք, հա, ճիշտ է այդ ուղին։ Ինչ-որ կորուստներ չէ, այդքան էլ ճիշտ չէ այդ ուղին, կարող եք կորուստներ ունենաք, դե յուրաքանչյուր ուղի գնալուց միևնույն է կորուստներ է լինում, բայց լավ մտածեք, երկար մտածեք, հատկապես այդ օրը ոչինչ մի արեք, որովհետև նորալուսի շեմին ենք և պետք չի ոչինչ անել այդ ժամանակ։ Նաև նորություն կլսեք, ոչ թե փաթեթ կարող եք ստանալ, ոչ թե փաստաթուղթ կամ ստորագրում եք ինչ-որ բաներ, կարող է ինչ-որ մի բանի ավարտ է, վերջնական ինչ-որ պատասխան եք ստանում, նաև ինչ-որ մեկ հետ կարող եք նամակագրական կապի մեջ լինել կամ ցուցակ կազմել ընդհանրապես ձեր կյանքի վերաբերյալ, ձեր ապրելու ծախսերի վերաբերյալ նույնպես։ Եվ ինչ-որ մի բան կգնա ձեր կյանքից անվերադարձ նորին տեղ բացելու համար, այնպես որ թողեք թող նորը մտնի ձեր կյանք և փոխի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 17-ին։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է։ Ուրիշ ձև գցեցի, բայց տարբերություն չկա։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է լինելու այդ օրը, էներգիայով լցված կլինեք, նաև գումար կստանաք կամ գումար կծախսեք, կամ գումարի մասին եք ինչ-որ մեկի հետ խոսում։ Եվ այս աղջիկը կամ ժամանակը շատ կանցկացնեք այդ աղջիկա հետ, ավելի շատ կզբաղվեք այդ աղջկանով, կամ զեն ժամանակ է խլում, կամ նաև դա պատվեր է, որը ժամկետ գոյություն ունի և ոնց որ ժամկետով է, կարող է ժամկետ է, այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեք և այդ աղջիկա օրինակ պատվերը կատարեք։ Կամ սա նոր ծանոթություն է և ամբողջ ժամանակը դեռևս անցկացնում եք իր վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Այստեղ գործեր են անում մի քիչ ձայնը, մեկ-մեկ կարող է խանգարել։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 17-ին։
Մի փոքր ծանր օր է, դժվար օր է, ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Տեսնենք ինչն է դժվար, միգուցե փորձություններով լի օր է։ Սիրո հարցում է փորձություն, սիրո հարցում է դժվարություններ կամ իրար կարող եք չհասկանալ։ Սա նաև կարող է լինել ճակատագրական սեր, կարող տեսնել ինչ-որ մեկին եւ ամիջապես սիրահարվել։ Դա կարող է նաև լինել եւ ովքեր որ արդեն հարաբերություններում սա փորձություն է։ Ինչ-որ մի խնդիր կարող է առաջանալ, որ ստուգեն ձեր հարաբերությունների ամրությունը։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերու հետ, նաև սա հավատարմություն է, միգուցե եթե ինչ-որ կասկածներ կան այստեղ զույգի հետ կապված, սա նշանակում է հավատարիմ է ձեր զույգը ձեզ։ Այդ օրը նաև ճանապարհ կգնաք, բավականին առույգ կլինեք, ինչ-որ գործեր կլինեն, որոնք շատ արագ պետք է անեք այդ օրը։ Նաև նորություն կլսեք, հյուրեր կարող եք ընդունել, հյուրեր կարող եք ճանապարհել, այդպես։ Այսքանը, ինչ-որ բաներ չկա էլ նայելու, շաբաթ է օրը, մարդիկ, չգիտեմ, ինչեր չեն անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին հունվարի 17-ին։ Տեսնենք ով է այս աղջիկում հետ կարող եք հանդիպել, շփվել։ Կամ այս աղջիկը ընտրության առջև է կանգնած լինելու, կամ դուք եք մտածելու դիմեք այս աղջիկան, խոսեք այս աղջիկա հետ, թե ոչ, ինչ-որ պահեր են, որ մտքերի մեջ եք լինելու, միգուցե կասկածներ են այդ աղջիկա վերաբերյալ, միգուցե նաև մեկ այլ պահ է սա, կամ այդ աղջիկն է ձեզ գցում իրոք մտքերի մեջ, հա, ոնց որ սկսում եք մտածել։ Անեմ թե չանեմ, այդպես, կամ հանդիպեմ թե չհանդիպեմ այս աղջիկա հետ։ Նաև կամ դիմեմ, հա, ինչ-որ կարող տնօրենն է, խոսեմ այսօր թե չէ։ Նաև ժամանակն է, այստեղ կամ ժամանակ չեք ունենա, արագ պետք է ինչ-որ մի բաներ անեք, կամ հստակ ժամկետ է տրված, այդ ժամկետի մեջ պետք է տեղավորվեք, ինչ-որ բաներ անեք, ժամանակն է, տեսնենք ինչ անելու։ Ժամանակն է ավելի արագ առաջ շարժվելու եւ ավելի արագ անելու ամեն ինչ։ Ժամանակ հատկացրեք համ յուրաքանչյուր բանին, ձեր գործերին, եթե օրինակ անտեսել եք։ Եվ այդ օրը բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, միգուցե այս աղջիկա հետ է կապված։ Նաև դա բամբասանք է, դա անհանգստություն է նաև ինչ-որ չափով եւ լեզվակռիվ։ Դա համար խոսելուց պետք է մի փոքր հենց զգում եք, որ այնպես մի բան չի, վերջ տվեք խոսելուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 17-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, գուցե սա նոր ընկերներ են, դա նաև հավատարմություն է, ոչ մեկի հետ կապված, բայց ուղղությունն եք ընտրել այդ օրը, որպեսզի գնաք, որպեսզի շարժվեք, տեսնենք ճիշտ ուղղություն է դա ձեզ համար։ Այո, միգուցե ձեզ դա առաջ մղի, առաջընթաց է սա, այդ ուղիով դուք կգնաք առաջ։ Այո, ինչ որ ընտրել եք, գնացեք։ Նաև այդ օրը ոմանք առիթի կարող են լինել։ Հարսանիք, ծնունդ, կնունք եւ այլն, ինչ որ մի առիթ է, որտեղ որ կգնաք։ Եվ սա նաև հասարակություն է կարող գտնվել, ոչ հասարակական վայրում, որտեղ որ շատ մարդիկ կան, կարող գնում եք կինո, այգի եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 17-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը։ Նաև ոմանք ունեն ռոմանտիկ ժամադրություն, լուսին չկա, այնպես որ ռոմանտիկ ժամադրությունը լուսնի ներքո անհնարին է, մեկ այլ ձև եք գտնում դուք։ Սա նաև հանդիպում է ձեր մայրիկի հետ կամ շփում ձեր մայրիկի հետ կամ սա նաև
ինչ որ մի բան ձեզ մոտ գաղտնի է մնացել, ինչ որ մի բան անհայտ է մնացել, այդ օրը ինչ որ մի ոլորտի հետ կապված է, ինչ որ մի թեմայի հետ կապված։ Նաև փոփոխություն է սա ձեր կյանքում, ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, նաև հղիություն է սա, ծննդաբերություն է, կամ երկար ճանապարհ կարող եք գնալ։ Դա էլի կարող եք ուղղակի գնալ այնտեղ կամ մնալ կամ ճամփորդել։ Նաև այդ օրը շատ շփում կունենաք այդ օրը ինչ-որ մարդկանց հետ, նաև սա լեզվակռիվ է և բամբասանք է, ևս դրանք էլ պետք է հաշվի առնել, գուցե բամբասանք եք լսում, դրա համար էմոցիոնալ եք լինում, մեկ մեր մասին լսում ենք, չի այնպիսի բաներով, որ գոյություն չի կարող ունենալ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք կարիճներին, Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 17-ին։ Այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, նաև դա ուսում է, կցանկանաք սովորել, նաև գրքի է չփոխեք, որտեղ այստեղ նոր կյանքի իմաստ եք ստանում, հայ կյանքը նոր իմաստ է ստանում, այդպես, կամ նոր կյանքի իմաստ եք գտնում, գուցե սովորելն է ձեզ համար դառնում նոր կյանքի իմաստ, ինչ որ բաներ եք սովորում, նաև կարող եք ինչ-որ բաներ ստորագրել այստեղ կարող պետական հիմնարկություն է կամ ձեզ ոչ մի բան են առաջարկում, օրինակ թեկուզ աշխատանքի բերումով, թեկուզ ինչ-որ մի բան, որտեղ որ դուք կարող եք ստորագրել։ Նաև այդ օրը շատ լավ մարդկանցով շրջապատված կլինեք, հնարավոր է նաև պետական աշխատողներով շրջապատված լինեք, դե ուշադիր պետք է լինեք նաև պետավտոտեսուչներից, որպեսզի չհանդիպեն։ Նաև դա ինչ-որ մարդիկ են, հա, կամ բարձր պաշտոնյա են, կամ գնում եք սպորտով եք զբաղվում այդ օր և ձեր այդ օրվա պարապողները բոլորը այդպես թիկներ, այդպես լիքը մուսկուլներով մարդիկ են, հա, այդ օրը ձեզ իրենք են շրջապատում չորս կողմը։ Եվ ավելի իմաստուն կլինեք, ավելի խորիմաստ կլինեք, նաև այդ օրը կարող եք ուղղակի հանդիպել կամ շփվել ոչ է պետական աշխատողի հետ, ինչ-որ միտեղ, ոչ է մի կենտրոնում, նաև սա կարող նոր ծանոթություն է, որ ևս այդպես թիկնեղ կլինի կամ ավելի ուժեղ տղամարդ կամ կին, չի բացառվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 17-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, ոմանք են նաև ռոմանտիկ ոչ է ժամադրություն կունենան, ռոմանտիկ պահեր կունենան, նաև սա տարբեր էմոցիաներ կարող են լինել, կախված է օրինակ կարող ընկերոջը վաղուց չեք տեսել, ծնողներին եք տեսնում, ու այլի վաղուց չեք տեսել։ Նաև սա մայրիկին հետ հանդիպում է, շփում է, ոչ է մի բան այդ օրը ձեր մոտ գաղտնի է մնում կամ գաղտնի ինչ-որ գործողություններ եք անում, նաև հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ հետ և ոմանք այցելեն ոչ է բժշկական կենտրոն, ոմանք այցելեն ոչ է վարսահարդարման սրահ, գեղեցկության կենտրոն, կգեղեցկացնեք ձեզ։ Նաև ընտանիքն է, ընտանիքի անդամներն են, ծնողները ավելի շատ, որ իրենց մոտ կարող եք գնալ։ Դա այստեղ ամենայն դեպս մայրիկն է ավելի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աճեղջյուրներին։ Ինչ է սպասվում աճեղջյուրներին հունվարի 17-ին։ Մի փոքր այստեղ խոչընդոտներ են, հեսա տեսնենք լաբիրինթ է սա, որ մարդը խճճվում է ինչ-որ մի հարցի շուրջ և ուզում է դուրս գալ, կամ ինչ-որ կին է պատճառը, կամ ինչ-որ կին է օգնելու, որ դուք այդ խնդրից դուրս գաք, կամ ոչ է կին է, ձեզ գցել այդ խնդրի մեջ, այդ դե ոնց որ ինչ-որ մի բան է ասել և չեք կարողանում տակից դուրս գաք, այդպես է կարելի ասել։ Նաև ինքն է ստեղծում սա ձեզ համար, խոչընդոտներ է ստեղծում, խնդիրներ է ստեղծում, միգուցե աշխատանքի վայրում է, միգուցե ինչ-որ մի տեղ է, կամ այնպես է ձեր մտքերս են շեղում, որ չեք կարողանում ինչ-որ հարցին լուծում տալ։
Եվ այդ օր ինչ-որ մի բան է գնալու ձեր կյանքից նորին տեղ բացելու համար, ինչ էլ որ գնա, դա հավիտյան է գնալու նորին տեղ բացելու համար։ Նաև ինչ-որ մի բանին լուրջ չեք վերաբերվում։ Միգուցե շփում է, միգուցե խոսակցություն է, միգուցե բամբասանք է, նրան լուրջ չեք վերաբերվում, կարող ինչ-որ բաներ են հասնում ձեր ականջին, ասում եք հա դե լավ դե, ամեն ինչ կամ կատակի եք վերածում, կամ ասում եք չի կարող նման բան լինել, բայց ինձ թվում է այս պարագայում պետք է լսել, որովհետև հա պետք չի այդպես խաղի վերածել, թռուցիկ, հա դե ասեցին անցավ գնաց օրինակ։ Նաև դա մեկ ակնթարթ ոչ մի բան է, որը կարող է տեղի ունենալ։ Ինչ-որ փոփոխություն է, ինչ-որ մի բան է, որը մարդու կյանքում է գալիս։ Ակնթարթորեն է սա լինում։ Դա չեմ կարող ասել լավը կամ վատը, ընդհանուր է, չեմ կարող բոլորի համար մեկ քարտ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 17-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, նա պետական աշխատող է, նա գործարք է կնքում միասին։ Տեսնենք ով է ամենայն դեպս։ Դա այստեղ զույգ է։ Զույգ է այստեղ, նոր սեր են, նոր հարաբերություններ են, ամուսիններ են, ով որ հանդիպում են իրար, նախկին ամուսիններ են, ով որ հանդիպում են իրար։ Դա կամ օրինակ այստեղ այ քույրը կարող է լինել, կամ մայրը կարող է լինել, որտեղ այս քարտերը մի քիչ խառն են։ Նաև այդ օրը դա կարող է որ նոր ծանոթություն է, սա ձեր կյանքը իմաստ է ստանում, կարող եք ավելի իմաստուն լինել, ավելի հասուն մտածել, հասուն կերպով արձագանքել ինչ-որ մի բանին։ Դա նաև կարող է ձեր աղջիկա հարսանիքն է այստեղ։ Կամ ձեր տղայի, կարող է ձեր հարսն է այստեղ ցույց տալիս։ Ամենայն դեպս շատ լավ միջավայրում կլինեք դուք այդ օրը, այստեղ նաև հարսանիք է, որ կարող եք գնալ, նշանադրություն, նաև դա կարող է լինել ամուսնության առաջարկ, որը մեկին կամ ձեզ կանեն, կամ դուք կանեք, կամ գործարք է, արդեն իսկ ես սկզբում ասացի, սա հնարավոր է նաև գործարք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 17-ին։ Ընտրության առջև է կանգնած լինելու, նաև կարող է կասկածներ են։ Ընտրությունը կարող է լինել օրինակ գեղեցկության սրահի հետ կապված, ինչ անեմ, մազերս ինչ գույներ կեմ, ինչպես կտրեմ, կամ նաև գեղեցկության հետ կարող է կապված լինել, ինչ որ մի բան եք ուզում փոխել ձեր վրա եւ ինչ որ դեմքի վրա կամ մեկ այլ տեղ եւ դա եք մտածում։ Դա նաեւ կարող է ամենահասարակ հագուստը լինել, հա, ինչ կրեմ այսօր, ինչ հագնեմ։ Նաեւ ամենալուրջ պահերը կարող են լինել գործի հետ կապված եւ այլն։ Նաեւ այդ օրը շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, նաեւ բամբասանք է, սա նաեւ լեզվակռիվ է, կարող ուզում մտածում եք արձագանքեք արդյոք բամբասանքին թե ոչ։ Եվ այդ օրը կայցելեն ոմանք գեղեցկության սրահ, ոմանք բժշկական մթության կենտրոն, ոմանք էլ իրենց ծնողներին։ Կայցելեք, կշփվեք ձեր ծնողների հետ։ Ոնց ինչ-որ մի բան դանդաղ է ձեզ մոտ առաջ գնում, դե համար եք մտածում, ինչ անեք, ինչպես անեք եւ կարող է այստեղ ինչ-որ քննարկումների մեջ եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։